Սիմոնյան, ազգային ժողովի ամբիոնից հայհոյանք հնչեցնելն էլ է, ուղղակի տեսակետ հայտնելու հարց ու հեռուստադիտողը հայ այդ ուղիղ եթերով թեկուզ նայող մարդիկ պետք է դա դիտան, օրինակ Արսեն Թորոսյանին կամ Լևոն Քոչարյանին, որ իրենք ստիպված են լինում լսել այն, ինչը չպետք է լսեն խորհրդարանական երկրի ամբիոնից, հա, ազգային ժողովի։ Նախ եւ առաջ այդ ամենը սկսվեց նրանից, որ ձեր նշած մարդը Քոչարյանի փոքր տղան որոշեց սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել ազգային ժողովի դահլիճում, չնայած նրան, որ այնտեղ կային կանգնած կանայք, կան հղի պատգամավորներ ունենք, մենք հղի կանայք ունենք, պատգամավորներ ունենք, եւ եթե կա վերջացնեմ, հա, եւ հնչեցեց սեռական բնույթի հայհոյանքներ։ Դրանի պատասխան ասվել է, որ այն ամեն ինչ որ հնչեցվել է, վերաբերելի է նաև ձեզ եւ դա ձեզ է վերաբերվում, եթե դուք նման բան եք ձեզ թույլ տալիս։ Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ես կարծում եմ քաղաքացիները իրենց գնահատականը կտան եւ ես ձեզ վստահեցնում եմ նաև քաղաքական գնահատականը չի դադարելու այս դահլիճում հնչել եւ այն ինչ որ պարոն Քոչարյանի փոքր տղան իրեն թույլ է տվել, պետք է քաղաքական առնվազն հետևանք ունենա եւ ունենալու է վրա մեջ սովորույթը մեկը չկասկածի։ Նա ձեզ ուշացրել է, ասել է, եթե շփրտելու լինի, դուք բարձրեք նստած, ուշ եղեք, որտեղ ավելի ցավոտ կլինի ձեզ ամբիոնից։ Գիտեք, այդտեղ խնդիրը ինչու՞մն է կայանում, պետք է հասկանանք ով է նա։ Բացի հայտնի երգչուհու ամուսին լինելու եւ մարդասպան չընտրված կոռումպացված երկրի ղեկավարի տղա լինելու ինքը ով է, ուզում հասկանամ, քաղաքական գործիչ է։ Օրինակ տեսեք, Սերյան Օհանյանի պարագայում այդ մարդը ունի ինչ-որ ռազմական անցած ուղի, հա, Արծվիկ Մինասյանի պարագայում քաղաքական գործիչ է, որը ունի մեծ անցած ճանապարհ։ Ով է նա։ Ոչ մեկ, նա ոչ մեկ է։ Նա, ասեցի, հայտնի երգչուհու ամուսին է, իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը, անձնական ձեռքբերումը դա է, երկրորդ ձեռքբերումը դա այն է, որ ինքը ինչ-որ մեկի տղան է, երբ որ ինքը կգիտակցի, թե ինքը ով է, նոր կկարողանա հոխորտալ ազգային ժողովի փոխոսնակի ուղղությամբ, ազգային ժողովի падգամավորների ուղղությամբ, ել չեմ ասում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի ուղղությամբ։ Տեսեք, ես բավականին սուր եմ խոսում, հաճախ եւ բավականին կտրուկ գնահատականներ եմ ինձ թույլ տալի, բայց ես երբևիցե ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է, ասելով, որ ինքը մարդասպան է իմ համար, ես գիծ կա չեմ ասնում, ես ինձ թույլ չեմ տալի ասեմ, որ չասեմ ինչ, նույնիսկ օրինակ չբերեմ, որտեղ կա գիծ, որտեղ եթե ես դա այդ գիծը անցնում եմ, այդտեղ ես եմ դառնում ավելի վատ իրավիճակում։ Ինքը անփորձ ջահել է, որը որ ասեցի, միակ առավելություն ունի ու իր տեղը, իրան իմ գործընկերները, ես երկրում չէի, 4-5 օրած տեղ էի, նիստերի էր գալիս էր այգում նստած էի սրճանում անցնում էր, 4-5 օրած տեղ էի, բան չէր ասում, հենց այստեղ չէ, եկավ ելույթ ունեցավ, բայց գալու է չէ դահլիճ, բայց հուսամ ոչ մի բան, քաղաքականից բացի ոչ մի բան, ես ու իրանց մակարդակին չեմ, ես ոչ մարդասպան եմ, ոչ ինչ-որ մեկին դուրս ամբիոնից ներքև շպրտող եմ, ես այն մարդն եմ, որը կանոնները, այո, ասել եմ ու նորից եմ ասում, ով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նիստերը խաթարի, ես իրան դուրս կբերեմ ու դուրս կշպրտեմ նիստերի դահլիճից, բայց դա չի նշանակում, որ այդ արտահայտությունը, այդ գողականի, այդ ինչ-որ բանի, ասում եմ, ես գիտեմ ես ով եմ, ես իմ անցած ճանապարհ ունեմ, հաջան։ Լևոն Քոչարյանը ձեզ գողական է գնում այժմ։ Լսի, ինքը ոչ մի ձև չի գնում ու ոչ մի ձև չի կարա գնա, ես ասեցի, ինքը կարա քոչարյանական գնա, ինքը քոչարյանական էլ գնում է ու սաղկյան քոչարյանական էլ գնալու է, ինքը ուրիշ բանի ունակ չի, նույնիսկ հայերեն խոսալուց խնդիր ունի այդ մարդը, ինչ ունեմ ես իրեն խոսում։